Բարի օր, հանրային ռադիոյի եթերում առանց թողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Լևոն Սարդարյանն եմ, խոսել եւ խոսելու ենք խնդիրների մասին, որոնք ուզում են կամ պետք է ուզեն։ Հասարակությանն այսօր իմ զրուցակիցն է տարածաշրջանային հարցերի փորձագետ Արմեն Պետրոսյանը, Բարև ձեզ։ Բառացիորեն 3 Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ հանվել են Հայաստան բեռնափոխադրումների հետեղած բոլոր արգելքները եւ որպես ապացույց բերվեց այն փաստը, որ Ղազախստանից, ընդ որում հենց Աստանայում էլ արվեց այդ հայտարարությունը, որ Ղազախստանից ցորենի բավական մեծ խմբականակ ուղևորվել է դեպի Հայաստան, անցնելու է Ղազախստան, Ադրբեջան, Վրաստան, Հայաստան երթուղով։ Հայաստանի իշխանությունները բնականաբար ողջունեցին այս քայլը, բայց այստեղ մի բայց կա։ Ադրբեջանը ըստ էության դա արել է միակողմանի, որտեղ Հայաստանը դեպի Ադրբեջան գնացող տարանցիկ բեռների հետ կապված որևէ որոշում մինչ այս պահը չի կայացրել։ Ինչու արեց Ադրբեջանը այդ քայլը։ Շնորհակալ եմ, տեսեք, մինչև այս պահը որոշում չի կայացել, բայց վարչապետն այսօր հայտարարել է, որ Ադրբեջանը ու Թուրքիան կարող են օգտագործել Հայաստանի տարածքը երկկողմ բեռնափոխադրումների համար։ Իհարկե, Ադրբեջանի առաջարկն ավելի պրակտիկ է եւ իրականանալի, որովհետեւ դա չի ընդհանրում Ադրբեջան-Հայաստան բաց սահման, իսկ Հայաստանի առաջարկը ընդհանրում է ընդ որում առնվազն Ադրբեջանի կողմից բաց սահման, որովհետեւ նույն Վրաստանով Թուրքիայից կարող են բեռները գալ եւ Հայաստանի տարածքով ասել կամ Նախիջևանով մտնել Հայաստանի տարածք, Հայաստանով գնալ հասնել մինչեւ Ադրբեջանի մայրցամաքային Ադրբեջանի տարածք, այսինքն հայկական կողմից էլ կա առաջարկը, պատասխան առաջարկը, բայց այստեղ ես ուզում եմ հենց պատասխանել ձեր հարցին, ինչ ենք մենք ականատես լինում նման process-ներ, որտեղ սա երևի թե ամենակարևոր հանգամանքն է, որ պետք է ներկայում նաև մեզանում եղած տարբեր քննարկումներ հաշվի առնելով արձանագրել, որտեղ ես այդպես չեմ հասցնում հետևել, բայց գոնե տեսել եմ այնպիսի հերուն գնացող մտահոգությունների, որ Ադրբեջանի այս առաջարկը կարող է առաջացնել ադրբեջանական ուրեմն տարածքից եւ Ադրբեջանի միջոցով արտաքին աշխարհի հետ կապից կախվածության, որը մարտահրավեր է եւ այլն, բայց դեռևս շատ վաղ է դրան հասնելը։ Այս բանը մենք գործ ունենք process-ի հետ, գործընթացի հետ, շատ ակտիվ գործընթացի հետ, որ ես պայմանականորեն անվանում եմ խաղաղության կառուցման կամ խաղաղության ամրապնդման գործընթաց եւ այստեղ էլ կողմերի միջև մրցակցություն է գնում, այսինքն որ մի դերակատարը, խոսքը Հայաստանի ու Ադրբեջանի մասին է, որն ավելի շատ խոսի այդ մասին, որն ավելի շատ նախաձեռնություններ կիրականացնի, որն ավելի շատ ջանքեր կգործադրի։ Հիմա եթե արագ փաստերով նշեմ, օրինակ տեսեք, մինչև այս հատկապես Հայաստաներ աչքի ընկնում գոնե քաղաքական խոսոտի եւ իհարկե քարոզչական մակարդակով։ Չէ, ինչ միայն քաղաքական խոսոտով։ Եկեք հիշենք, որ Ադրբեջանի հիմնական հատվածից դեպի Նախիջևան օդային տարանցումը Հայաստանը բացել է։ Դե երկուսի միջև էլ կար, օրինակ Ադրբեջանն էլ Հայաստանի համար օդային տարածքը բացել։ Մեղմ ասած ոչ միշտ։ Դե միշտ լարված իրավիճակում երկու կողմն էլ փակել են, այդպես չի եղել, որ բաց է եղել, այսինքն երբ որ եղել է լարվածություն հատկապես ռազմական կողմերը փակել են, բայց խոսքը այստեղ այլ բանի մասին է, որովհետև ներկայում մենք հենց գործ ունենք այդ գործընթացի հետ, այսինքն տեսեք հիմա օրինակ հայկական կողմից քայլեր են արվում, օրինակ Ադրբեջանից քաղաքասարակության ներկայացուցիչների ընդունման, այստեղ այսօր այո առաջիկայում եւս նման միջոցառումներ լինելու Ադրբեջանից փորձագետներ են գալու Հայաստան, ինչ որ քննարկումներ են լինելու, կոնֆերանսներ են լինելու, այսինքն այս առումով տեսեք սրանք քայլեր են, որոնք
հայկական կողմից է իրականացած, այսինքն գումարած դրան կրկնում Հայաստանը գոնե առնվազն քաղաքական խոսույթի մակարդակում շատ ավելի դրական ձևակերպումներով եւ բառապաշարով է խոսում, քան Ադրբեջանը, այդ մասն չնայած նույն այսօրվա Ասադովի հայտարարություններն են որևէ խնդրահարույց ուրեմն իրավիճակ չեն ստեղծել, այսինքն այս process-ի ականատեսն ենք, բայց մի առանձին դրվագով ես ուզում անպայման անդրադառնալ, թե ինչու հենց այս Ադրբեջանի կողմից հենց այս բեռնափոխադրման տեսանկյունից է քայլ արվում։ Սա շատ կարևոր հանգամանք է, որով Ադրբեջանը կարծում եմ փորձում է ազդել նաև թրիպի շուրջ ընթացող բանակցությունների վրա։ Եվ նաև սա քարոզչական առումով օգտագործել Միացյալ Նահանգների այսպես աչքը շոյելու նպատակով, այսպես նշեմ, հա, որտեվ այնուամենայնիվ թրիպի թեման դրա իրականացման, դրա կարգավորումների առանձին դետալային քննարկումների հետ կապված դեռևս բավականաչափ տևական գործընթաց է ակնկալվում, իսկ Ադրբեջանը կարծես թե փորձելու է ցանկացած գործընթացում նաև Միացյալ Նահանգների միջոցով ազդել այս ուրեմն բանակցությունների վրա իր համար առավելագույն դրական եւ շահեկան լուծումներ ստանալու համար։ Սա մյուս կարևոր հանգամանքն է, որի մասին ես ուզում խոսել, ուզում եմ ընդգծել, բայց իմ կարծիքով ամենաառանցքային հանգամանքը անգամ այս խաղաղության կառուցման գործընթացում, այսպես մեղմ ասած մրցակցությունն է, որին մենք ականատես ենք։ Եթե հիշում եք նույն 20 թվականի պատերազմից հետո, երբ որ կողմերի միջև հատկապես խաղաղության համաձայնագրի ստորագրման այդ տեքստի համաձայնության process-ները Ադրբեջանը անդադար նշում պատերազմից հետո ինքը նախաձեռնեց խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցման գործընթացը ուղարկեց Հայաստանին հայտնի սկզբունքների հիման վրա փաստաթուղթ եւ այլն։ Հիմա նույնպիսի այսպես առնվազն խոսույթի հիմքեր է ստեղծում, որ Ադրբեջանն էլ առաջանցի քայլերով, այսինքն որ Ադրբեջանը ինքն է նախաձեռնում։ Այո, կարծում եմ սա շատ կարևոր է, ինչու որտեւ Ադրբեջանը դիրքավորվում է իրենց համար, երկուսի համար էլ մեզ համար որպես այսպես իգիտություն ընդունելու եւ հաշվի առնելու թե ինչու է Ադրբեջանը նման վարկագիծ դրսևորում, Ադրբեջանի համար կարևոր է շատ ավելի լայն քաղաքականության տեսանկյունից։ Ադրբեջանը ձգտում է դիրքավորվել ամբողջ տարածաշրջանում որպես միջին տերություն եւ դրա համար մենք տեսնում ենք բավականաչափ առաջանցիկ եւ նախաձեռնողական քայլեր հատկապես այն բոլոր խնդիրներում տարածաշրջաններում հարցերում որտեղ կա Միացյալ Նահանգների ներգրավվածություն օրինակ Սիրիայում տեսնում ենք ակտիվ օրինակ գազի տրամադրման գազ արտահանման ուղղությամբ Թուրքիայի ենթակառուցվածքներով ակտիվ շինարարական գործունեություն ծավալ հումանիտար խնդիրներ լուծում նրանք փորձում են Գազայում աջակցել Միացյալ Նահանգներին այսպես հրադադարը հսկող ինչ որ կոնտինգենտ օգտագործելու միջոցով Իրաքում են փորձում աջակցել Միացյալ Նահանգներին Իրանից գազի կախվածությունը հաղթահարելու առումով եւ այլն, այսինքն հետեւաբար գալիս ենք մեր տարածաշրջանում արդեն այստեղ Միացյալ Նահանգների էլի քաղաքականության աջակցելու միջոցով, որտեղ մեծ հաշվով Միացյալ Նահանգներն է համարվում այս խաղաղության գործընթացի հիմնական խրախուսողը, որպես եթե չասենք երաշխավոր թարապես ճիշտ չէ այս պահին ինչ որ մեկի նշելը, բայց այս գործընթացին նաև նպաստելու առումով Ադրբեջանը ուզում է ցույց տալ, որ ինքը առաջանցիկ եւ ավելի ակտիվ եւ կիրառական առարկայական քայլեր է իրականացնում այս գործընթացը եւս առաջնորդելու նպատակով։ Ճիշտ եմ ենթադրում, որ մեզ այնքան էլ ձեռնտու չի, եթե Ադրբեջանը հաջողի այդ իմաստով ինչի համար եմ ասում մեզ այնքան էլ ձեռնտու չի, որովհետև ըստ էության ինքը ձեռք է բերում հաղթաթղթեր, որոնք կարող էինք ունենալ մենք օրինակ։ Հիմա տեսեք, Ադրբեջանը հայտարարում է, որ ես տեսեք Ղազախստանից այնքան լավն եմ, այնքան պուպուշ եմ, այնքան բարի եմ, որ Ղազախստանից ցորենը թողում եմ, որ գա իմ տարածքով մտնի Հայաստանի Հանրապետություն, տեսեք, ես իմ արգելքները հանեցի։
Հիմա օրինակ, եթե Հայաստանի Հանրապետությունը ի պատասխան ասի լավ անել եք արգելքները, եկեք Վրաստանի տարածքով, հասկանալի է որ ուղիղ երկաթգծային կապ պահին Ադրբեջանի հետ չկա, Վրաստանի տարածքով ես ուզում եմ գինի արտանել Ռուսաստանի Դաշնություն, որի հետ երկաթգծային կապ Ադրբեջանը ունի։ Կարող ենք մենք այդպիսի գործողության գնալ, թե ոչ։ Որ հասկանալի դառնա, ասենք իրականում այդ արգելքները հանվել են։ Ասեմ ավելին, Ադրբեջանը եթե հայկական կողմից նման առաջարկ չլինի, Ադրբեջանը առաջիկայում նաև կարող է նման առաջարկ ինքը հնչեցնել։ Ինչու? Երկու մակարդակում հարցը հասկանանք, որպեսզի Ռուսաստանի կողմից հնարավոր մտահոգություններ եւ անհանգստությունները փարատվի, որտեղ նույն տեսեք մենք գիտենք, որ հացահատիկի Հայաստան հացահատիկի հիմնական մարտակա Ռուսաստանի Դաշնությունն է, իսկ մեր հացահատիկը հիմնականում 90 ավել տոկոսով գալիս է Ռուսաստանի Դաշնությունից։ Հիմա փաստորեն Ադրբեջանը իր ենթակառուցվածքներով առաջարկում է, հիմա դժվար է իհարկե տնտեսականորեն հաշվարկել որքանով է ձեռնտու Ղազախստանից ներկրումը, դա տնտեսվարողները ավելի արդյունավետ կերպով կանեն, բայց այլընտրանք է առաջարկում, որովհետեւ հիմա այդ անհանգստությունը Ռուսաստանում չլինի, ես կարծում եմ չառաջացնի Ադրբեջանը նման վարկագծով, կարծում որ Ադրբեջանն առաջարկել է նույնպիսի այլընտրանքներ նաև Ռուսաստանից ներկրումների համար, բայց այստեղ մտահոգվող արդեն պետք է լինի Վրաստանը, որտեղ Վրաստանը պետք է հասկանա։ Մտահոգվողը պիտի լինենք մենք, որովհետև ըստ էության մենք պիտի նախաձեռնենք։ Ես հիմա հաջորդիվ գալիս եմ արդեն դրան։ Այսինքն այստեղ կոնկրետ առարկայական առումով, եթե Ադրբեջանը նման նախաձեռնությամբ է հանդես գալիս, Վրաստանը պետք է հասկանա, որ եթե ինքն էլ տեղից չշարժվի, ապա ինքն է մրցակցությունից դուրս մնալ։ Իսկ մրցակցությունից այս պահին մրցակցությունը շահելու ամենաարդյունավետ եղանակը լինելու է Ռուսաստանի հետ երկաթգծի վերականգնում, այսինքն Վրաստանի տարածքով Հայաստանից երկաթգծի որը մոտավոր հաշվարկով վերականգնումը արժե ես մի 10 տարի առաջվա հաշվարկ եմ ասում $250 միլիոն էր, $300 միլիոն էր տարբեր հաշվարկներով։ Հիմա դա կազմում է մոտավորապես $600-700 միլիոն։ Այո, էլի կարող է ինչ-որ բան փոխված լինի, բայց առնվազն եթե Վրաստանը նման քայլեր չիրականացնի, Վրաստանը եւս այս մրցակցության մեջ տուժել է միանշանակ։ Հիմա ես գալիս եմ մեր տեսանկյունից։ Ես ինչու նշեցի, որ մեզ համար նաեւ մտահոգությունների առիթ է տալու։ Ինչու՞։ Որովհետեւ մենք պետք է հասկանանք, որ օգոստոսի 8-ից հետո, եթե այս process-ը հաջողում է, մենք շատ լուրջ խնդիր ենք ունենալու Ադրբեջանի հետ փափուկ ուժի միջոցով հարաբերվելու տեսանկյունից, մրցակցելու տեսանկյունից, որտեղ ես նշեցի, որ այս խաղաղության կառուցման գործընթացում էլ ըստ էության մենք այս պահին մրցակցության ականատես ենք։ Ես միշտ եմ դա նշում, երբ որ կոնֆլիկտային միջավայրում ենք Ադրբեջանի եւ Թուրքիայի մեջ, մենք կարծես թե որոշակի առումով մեր կոմֆորտ զոնան ստեղծել ենք, ինչ որ դաշնակցային հարաբերություններ ունենք, ինչ որ տարբեր ձևաչափերի ենք մասնակցում, մեզ համար այլընտրանքներ ենք մատակարարումների գտել եւ այլն։ Հիմա այս նոր միջավայրում բավականաչափ բարդ է լինելու։ Այսինքն ես կարծում եմ, որ սա է մեզ համար ամենալուրջ մարտահրավերը այս process-ում, այսինքն թուրքական Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից հնարավոր փափուկ ուժի ազդեցությունը առնվազն կառավարելը։ Սա լինելու է Հայաստանի իշխանությունների, Հայաստանի ցանկացած կառավարության գերխնդիր, որովհետև շատ բարդ է լինի, ես կրկնում եմ, Ադրբեջանը շատ մեծ ամբիցիաներ ունի եւ շատ ավելի մեծ մասշտաբի խաղի մեջ է մտնում։ Եվ հաշվի առնելով այս ամեն ինչը մենք պետք է սա ուրեմն այս տեսանկյունից գործենք։ Ես անգամ տեսեք, անգամ որպես փորձագետ հիմա ես ինքս կոնկրետ մեծ խնդիրներ եմ տեսնում ինձ համար, որտեղ շատ ավելի հեշտ էր կոնֆլիկտի մասին խոսելը, մենք արդեն գիտենք Ադրբեջանի քայլերի հաջորդականություն, ինչ որ շահերի մասշտաբները եւ ըստ դրա փորձում ենք ինչ որ վերլուծություններ կանխատեսել։ Հիմա դրական օրակարգի մասին խոսել նաեւ անգամ մեզ համար է դժվար, փորձագետներիս համար է խոսելը, որովհետեւ նոր ստեղծագործ ինչ որ մտքեր, գաղափարներ պետք է գեներացվի եւ այլն։ Հիմա այս առումով էլ որպես ավելի մեծ մասշտաբով Հայաստանի համար շատ բարդ է լինելու
այնպիսի պրակտիկ եւ շահեկան առաջարկներ իրականացնելը, որպեսզի կարող է առաջարկել Ադրբեջանը եւ այստեղ էլ նա կարողանալու է հատկապես միջազգային հանրությանը, արտաքին դերակատարներին ներկայացնել որպես այս գործընթացը եւս առաջնորդող պետություն, որին ինքը ձգտում է։ Օրինակ, եթե նկատել եք, օրինակ ամենավերջինը նշենք ՄԱԿ-ում Ալևի ելույթ, երբ որ նա թվարկում է ինչ է արել այսքան ժամանակ Ադրբեջան, ասենք Եվրոպային գազ է այլն, դրանք հետևել Սիրիա գազ է հանել, չգիտեմ, կենտրոնական Ասիայի եվրոպականության միջև կապ է ստեղծել։ Հիմա դրան նաև արդեն թվարկելու է Հարավային Կովկասում խաղաղության ամրապնդման գործընթացի առաջնորդումը։ Մենք նախաձեռնել ենք սա, մենք նախաձեռնել ենք նա եւ այլն, որտեղ կրկնում եմ, այս երկիրը ներկայում ունի շատ ավելի բարձր մակարդակի։ Տեսեք, վերջին 10-15 տարվա ընթացքում առնվազն եմ ասում, տեսեք, որ չասեմ ես, այս իշխանության մասին է խոսքը, նախորդ իշխանության մասին է խոսքը, ընդհանուր առմամբ։ Մենք անդադ խոսում ենք, որ Հայաստանը պետք է լինի նախաձեռնողական, չէ՞, դա պարտադիր պայմաններից մեկն է արտաքին քաղաքականության մեջ, պարտադիր պայմաններից մեկը նախաձեռնողականությունն է։ Հիմա մենք ունենք նախաձեռնություն, կոչվում է խաղաղության խաչմերուկ, որը ողջունվել է տարբեր կողմերից, հյուսիսից, հարավից, արևելքից, արևմուտքից եւ այլն, բայց այդտեղ մենք առաջընթաց ունենք, թե չէ, որովհետեւ եթե գնում ենք այն տրամաբանությամբ, որի մասին որ մենք խոսում ենք վերջին 10 րոպեի ընթացքում, ստացվում է, որ մենք այդ նախաձեռնությունը զիջում ենք, որովհետեւ մենք խոսում ենք այդ մասին, բայց նախաձեռնություններով հանդես չենք գալիս։ Դե դա արդեն ռեսուրսների հարց է, մենք չենք կարող մեր ռեսուրսներով համեմատվել նույն Ադրբեջանի հետ։ Սա ամենակարևոր բանը եւ սա է նաեւ այն իրավիճակի հիմնական բանալին, հիմնական այսպես հիմնավորումը, որին մենք հասել ենք։ Խոսքը իհարկե Ադրբեջանի հետ կոնֆլիկտում այս կորուստների նաեւ պարտությունների մասին, այսինքն ռեսուրսների պայքարում մրցակցության մեջ մենք մրցակցությունից դուրս ենք, վստահաբար դուրս ենք։ Հիմա տեսեք, օրինակ Ադրբեջանը շատ ավելի մեծ ռեսուրսներ եւ հնարավորություն ունի։ Դիցուք Ադրբեջանը առաջարկում է, ասենք, գազի, նավթի մատակարարումներ Հայաստան։ Տեսեք, նա կարող է, բայց մենք ինչ փոխադարձ ինչ կարող ենք առաջարկել։ Ես ձեզ ասեմ ինչ կարող ենք։ Համեցեք։ Մենք կարող ենք ընդհանրապես ասել շնորհակալություն։ Մենք կարող ենք հիշեցնելու Ղազախստանին օրինակ, որի հետ մենք 19 թվականին ունենք ստորագրված հուշագիր, ըստ որի ղազախական բենզինը պետք է մատակարարվի Հայաստան, ինչ պատճառներով դա տեղի չունեցավ, ենթադրաբար, որովհետև պետք է անցներ մի պետությամբ, որը ինքն է բենզինի մատակարար, օրինակ Հայաստանի Հանրապետություն, դա տեղի չունեցավ։ Օրինակ, ցորենել բենզինել, մենք այնտեղից ենք ուզում գնանք։ Շատ իրեն կարող են դարձել այլընտրանքն առաջարկել։ Իրեն կարող են առաջարկել ունենք բարտերային տարբերակ։ Այսինքն կրկնում եմ, միասին էլի գալիս ենք նրան, որ Ադրբեջանի ռեսուրսներն ու հնարավորությունները շատ ավելի մեծ են։ Այսինքն նա շատ ավելի բան ունի տալու մեզ, քան հակառակը։ Մեր ամենակարևոր ուրեմն այսպես Ադրբեջանին առաջարկը դա այն է, ինչը մենք արդեն մի քանի ամիս կոչում ենք TRIP, այսինքն այն կապուղին Նախիջևանի եւ Ադրբեջանի միջև, այսինքն սա է։ Այլ առումներով բնականաբար Ադրբեջանի ռեսուրսները կրկնում եւ Ադրբեջանը վստահաբար ավելի ստեղծագործ է լինելու, բայց մենք պետք է ունենանք կրկնում մեր պատասխան առաջարկները, որքան էլ որ դրանք այս բան իրատեսական չեն։ Այսօրվա օրինակը Թուրքիա եւ Ադրբեջանի միջև այդ նույն ազատ բեռնափոխադրումների ապահովումը, հնարավորության ապահովումը, բայց պարզը չէ որ դա էլ կրկնում ենթադրում է որ գոնե ինչ որ մի կետից սահմանակետերի ուրեմն գործարկում, որ այս բանը իրականանալի չէ։ Սովորաբար երբ մենք ասում ենք ավելի ստեղծագործ, մենք սովորաբար մեզ նկատի ենք ունենում, հա, որ մենք ավելի ստեղծագործ ենք, քան մնացած բոլորը, բայց լավ։ Հիմա տեսեք, ներողություն ասեմ, հումանիտար առումով մենք կարող ենք շատ նախաձեռնություններ, այստեղ կարող ենք անել։ Կարող ենք բազմաթիվ ինչ որ միջոցառումներ կարող ենք կազմակերպել բոլորին ադրբեջանցիներին, ասենք հրավիրել կամ ինչ որ համատեղ ինչ որ բան մտածել էլի ադրբեջանցիներին բոլոր ադրբեջանցիներին հրավիրել։ Չէ, բոլոր միջոցառումներն ադրբեջանցիներին հրավիրել, այո։ Այսինքն հումանիտար առումով, այս որտեղ մեր հիմնական ռեսուրսը դա է, հումանիտար ռեսուրսն է, որը կարող ենք օգտագործել, այլ առումով շատ բարդ է։ Ընդ որում նաև Թուրքիայի կամ ինչ որ առաջարկել քաղաքական ձևաչափեր
հարավային Կովկասի 3 պետությունների, չգիտեմ, քաղաքական եւ հումանիտար առումով մեր հիմնական ռեսուրսները, բայց տնտեսական եւ շոշափելի հիմնական նախագծերը դրանք իհարկե կարող ապահովել։ Դեռ չունենք։ Հիմա տեսեք, վերջերս դուք այսպեսի մի բան դու եք արել, բավական ուշագրավ մտնում էր, որ ադրբեջանա-ռուսական հարաբերություններում լարվածությունը, որ կար, ընդ որում հենց այդ հերթականություն Բաքու-Մոսկվա, այսինքն Բաքուն էր ստեղծել արհեստական լարվածություն Մոսկվայի հետ, դուք կարծիք եք հայտնել, որ դա ուներ մի նպատակ, հիմնական նպատակ, որ Ալիևն էր հետապնդում, որպեսզի Վլադիմիր Պուտինը, Ռուսաստանի Դաշնության նախագահը, հնարավորինս հեռու մնա օգոստոսի 8-ի եռակողմ հռչակագրի ընդհանրապես գործընթացից, ոչ միայն կազմավորման տեքստից, այլ ընդհանրապես գործընթացից։ Եվ հիմա արդեն, երբ ենթադրաբար արդեն այդ ամենը ստորագրվել է, արդեն սկսում են միսուարիում ստանալ, ամենայն դեպս կոնե այսօրվա երեկվա իրադարձությունները դա սկսել են ցույց տալ, հիմա արդեն Ադրբեջանը կարող է Ռուսաստանի հետ էլի գալ այն պայմանական ասած կառուցողական դաշտ։ Ես կրկնում եմ, վերահաստատում եմ տեսակետը, իհարկե տեսեք, այստեղ խոսքը նրա մասին չէ, որ ադրբեջանական կողմը կանխավ մտածել է, որ մարդատար ուրեմն ինքնաթիռ օդանավը այնպես ուրեմն մուտք գործի ռուսական տարածքը, այսինքն ասա առիթ է, այսինքն ես այդ միտումը տեսել եմ 2024 թվականի երկրորդ կեսից Պուտինի այցից հետո, երբ որ օգոստոսին պետական այցով ժամանեց Բաքու, այսինքն այստեղ ակնհայտ էր, որ Ռուսաստանը փորձում է օգտվել ստեղծված իրավիճակից, հատկապես տարածաշրջանում, հատկապես Հայաստան-Ադրբեջան եւ հատկապես Արցախում տեղ ունեցած էթնիկ զտումից եւ ամբողջ Արցախի նկատմամբ վերահսկողություն հետո, որպեսզի Ադրբեջանը ամբողջովին վերցնի իր ազդեցության տակ, որտեղ կրկնում եմ, նման մասշտաբով, նման մակարդակի այց Պուտինը տևական ժամանակ չէր ունեցել հետխորհրդային տարածաշրջանում։ Ադրբեջան այցը կայաց։ Իսկ սա, եթե Ադրբեջանի տեսանկյունից են դիտարկում, սա նշանակում է Բաքվի նկատմամբ ազդեցության վերահսկողության մեծացում։ Հետաբար այս խնդիրը ակնհայտ էր եւ Ադրբեջանը պետք է փորձեր որոշակի առումով բալանսավորել։ Միևնույն ժամանակ Ադրբեջանում շատ լավ հասկանում են մեկ այլ հանգամանք, որ Միացյալ Նահանգներում կա իշխանափոխության հնարավորություն, եթե քշեք նույն այդ ժամանակահատվածից Ադրբեջանը սկսեց ակտիվ կերպով աջակցել Դոնալդ Թրամփի քարոզարշավին, 2-3 Ադրբեջանում շատ լավ հասկանում են, որ մեծ է հավանականությունը Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջև համագործակցությունը շատ ավելի բարձր լեվելի հասցնելու առումով եւ սա էլ շատ լուրջ խնդիր էր Ադրբեջանի համար։ Հետեւաբար այս ամենը պետք է հավասարակշռել, բալանսավորել։ Սա է պատճառը, որ զուգահեռաբար, այդ առիթների փնտրտուքին իրենք սկսեցին ազդել հատկապես ընտրությունների Միացյալ Նահանգների ընտրությունների արդյունքներից հետո շատ արագ կերպով Միացյալ Նահանգների գործող վարչակազմի ուշադրությունը գրավելու ուղղությամբ։ Այդ առումով իրենք ահռելի ռեսուրսներ են ծախսել։ Ես այսօրինակ եմ բերել, մենք պարզապես չենք պատկերացնում, թե որքան ռեսուրս է ծախսել Ադրբեջանը, փող է ծախսել, հրեական լոբի, Իսրայել պետության ազդեցությունը, Ամերիկայի Միացյալ Նահանգներում թուրքական եւ ադրբեջանական սփյուռքների ազդեցությունը այն մի պահի համար, որ Շարմ el-Շեյխում մենք ականատեսանք, երբ որ Դոնալդ Թրամփը ասում է Ադրբեջան եւ շրջում է եւ գտնում է Ալիևին, այսինքն ինքը անձամբ ճանաչում է։ Սա երևի թե այսպես պատկերավոր օրինակ եմ բերում, բայց սրա համար ահռելի միջոցներ է ծախսել Ադրբեջանը։ Ես գիտեմ, կներեք, էլի չեմ ընդհատում, չեմ էլ հակաճառում այս դեպքում, բայց մի քիչ տարօրինակ կլիներ, եթե Ալիևը նույնիսկ չճանաչեր մեկին, որի ուղիղ ջանքերով ինքը Բաքվում Trump Tower ունի։ Դոնալդ Թրամփը բարակամ դա նորմալ է։ Երկրներն է շփոթում այն հակամարտություններն է շփոթում, որ Դե տարիքով մարդ հետ կար։ Դե դրա համար եմ ասում, բայց հասել է նրան։ Փողերի տեղերը չի փոքր։
շփոթել։ Տեղերը չի շփոթում, բայց անձին կարող է շփոթել, կարող է նայել անձին եւ չհասկանալ թե որ երկրի ղեկավարն է նա։ Քան այդ խնդիրը կա, չէ, ես պատկերավոր բերեցի օրինակը, որպեսզի մենք հասկանանք։ Այսինքն այդքան ահռելի ռեսուրս էր ծախսել եւ բնականաբար Ռուսաստանի հետ այս առաջացած խնդիրը ինքը լավագույն այսպես նվեր էր սկուտերի վրա Ալիևի համար, որպեսզի Ռուսաստանի հետ հարաբերությունները սառեցնելով գնա Միացյալ Նահանգների, այսինքն Ռուսաստանի Դաշնության աշխարհաքաղաքական հակառակորդի հետ ուրեմն հարաբերությունների մակարդակի բարձրացման։ Իսկ Ադրբեջանի համար դա Ալիևի վարչակազմի համար կրկնում եմ վերջին հատկապես 1 տարվա ընթացքում դա եղել է գերխնդիր։ Սա պետք է հաշվի առնենք եւ իհարկե Ռուսաստանի հետ հարաբերությունները հատկապես օգոստոսից 8-ից հետո, որտեղ Ռուսաստանը դիտարկել է Ադրբեջանը որպես այս տարածաշրջանում իր ներկայությունն ապահովելու եւ այս իր համար բարդ ժամանակահատվածում նվազագույն կորուստներ, նվազագույն այսպես ազդեցության թուլացում արձանագրելու միակ երաշխավոր, այսքան Ադրբեջանը միջոցով ես Ռուսաստանի շնորհավորում եմ, շատ շնորհավորում եմ դրա համար։ Հիմա տեսեք, այնուհանդերձ այն ամեն ինչ որ հիմա կատարվում է, ասենք հասկանալի է, որ եթե ղազախական ցորենը Ադրբեջանի տարածքով գալիս է Հայաստան, Մոսկվան կարող է ընկալել արդեն որպես դեմարշ։ Այսինքն սա այսպես բան չէ, ես մեղադրեցի, դու պատասխանեցիր, ես պատասխանեցի, դու մեղադրեցիր կամ հակառակը։ Այս արդեն լրիվ ուրիշ հեքիաթի է վերածվում։ Եվ հիմա արդեն այ երեկվա հայտարարությունից հետո Ալիևի Մոսկվան արդեն կարող է վերջնականապես հասկանալ կամ ընկալել, որ հարավային Կովկասից իրեն ուղղակի ճանապարհում են այլ ուղղությամբ։ Եվ դա կարող է բերել պայթյունի։ Այստեղ շատ կարևոր հանգամանք կա։ Ոչ միայն նայեք, մենք շատ լավ հարց եք տալիս իրեն սրտիցս բխած այսպես ակնկալած հարցեր։ Այստեղ ճիշտ եք ասում, կարող է դիտարկել Ադրբեջանի օրինակով, չէ՞ դուք բերեցիք, բայց մենք պետք է վերցնենք ավելի լայն աշխարհագրությամբ։ Ղազախստան, Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Հայաստան, այսինքն երկու տարածաշրջան ենք վերցնում։ Այսինքն սա միայն Ղազախստանն ենք վերցնում, բայց պատկերացեք, սա փաստացի կենտրոնական Ասիա, Հարավային Կովկաս։ Այսինքն մի կապուղի, որը ավանդաբար եղած այդ կապը Ռուսաստանի տարածքով ըստ էության այլևս առնվազն առաջ չի բացառում, բայց առաջարկում է այլընտրանք։ Այսինքն մենք այս համատեքստում պետք է դիտարկենք, եւ սա է հստակ ցուցիչը 2022 թվականին Ռուսաստանի արձանագրած հաջողությունների։ Մենք խոսում ենք հաջողությունների դուք չակերտելով եք ասում։ Իհարկե։ Եվ սա բնավել թող այսպես հեգնանք չհնչի։ Սա պարզապես այսպես իրողություն է, որ անգամ Ռուսաստանում են սկսել դա հասկանալ։ Տեսեք, ես ասեմ։ Չէ, անձնական ոչինչ։ Չէ, զուտ իրական մենք այո, ոնց որ մեզ այն ժամանակին։ Այո, պարզապես հիմա հնարավորությունները ստեղծվել են։ Այն ժամանակ իրենք կարող են ինչ որ կերպ ասենք տարբեր պատժամիջոցներով, տարբեր ճնշումներով թույլ չտալ, որպեսզի այս ուրեմն ճանապարհները, այլընտրանքները գործեն։ Հիմա փաստացի տեսնենք, որ այլևս չեն կարողանում։ Այսինքն, սա շատ կարևոր մի հանգամանք է, որ պետք է ֆիքսենք, հա, հետխորհրդային առնվազն այս երկու տարածաշրջանները իրանք ավելի ինքնավար են դարձել։ Եվ այլևս էլ Ռուսաստանի ցանկությունը կամ դաբրոն այդ ուրեմն համաձայնությունը չեն հարցնում, այսինքն ունեն տնտեսական պրոյեկտներ, սա իրականացնում են, եւ սա գուցե նաեւ որոշակի առումով ինչ-ինչ խորհրդանշական, բայց նաեւ փորձնական բան է նաեւ Ռուսաստանի դիրքորոշումը շոշափելու առումով, բայց սա ներկայիս արդեն ապագայում ձևավորվելիք մեր տարածաշրջանային կարգի ամենակարևոր ցուցիչներից մեկն է, այսինքն մենք ունենալու ենք ինքնավար առանձին տարածաշրջաններ, որոնք միմյանց հետ եւ նաեւ որպես կամուրջ հանդիսանելով հեռավոր Արևելքի եւ Եվրոպայի միջեւ հնարավորություն են տալու, որպեսզի իրենք ավելի ինքնավար դառնան, ավելի ազատ դառնան, ավելի ստեղծագործ դառնան, ավելի ինքնաբար դառնան, բայց ներքին մրցակցության պայմաններ։
Բնական է, որ օրինակ նույն տեսեք, կենտրոնական Ասիայում կրկնում մենք հիմա խոսում ենք հարավային Կովկասի մասին, կենտրոնական Ասիան մի քանի քայլով առաջ է, քան հարավային Կովկասը Ռուսաստանի ազդեցությունը թոթափելու տեսանկյունից։ Մի բարձ պատճառ, որտեղ այնտեղ կա Չինաստան եւ այդ Չինաստանը կարողանում է հակակշռել, չասած Թուրքիան, որը փորձում է հատկապես թուրքական երկրներ մուտք գործել եւ նրանց մեջ էլ շատ մեծ այսպես մրցակցություն է, ընդ որում ես նշեցի Ադրբեջանի մասին, չէ՞, նկարտումների, որ ձգտում է այս տարածաշրջանում այսպես հիմնական խաղացողը դառնալ կամ գերտերությունը տարածաշրջանի։ Նման մրցակցություն կա կենտրոնական Ասիայում եւ այս բանը Ղազախստանն է այդ կարծես այդ նույն ուրեմն ուղով եւ այդպես էլ իրենք դիրքավորում են տարածաշրջանին որպես տարածաշրջանային տերություն են դիրքավորվում։ Շնորհակալություն զրույցի համար։ Հիշեցնեմ այսօրին զրուցակիցներ տարածաշրջանային հարցերի փորձագետ Արմեն Պետրոսյանը, ես Լևոն Սարդարյանն եմ, կհանդիպենք արդեն վաղը նույն ժամին, նույն վայրում, հաջողություն եւ համբերություն բոլորիս։